Պահանջում ենք բոլորին հիշել եւ հարգել այդ հիշատակը։ Նաեւ ինչու՞ չէ Նիկոլ Փաշինյանը։ Պատմությունը երևի լավ չգիտեմ։ Նիկոլ Փաշինյանը։ Երևի տենց եմ կարծում։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր բարձրացող այս մարդկանց բարգացրել է Հայաստանի ղեկավարի հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է դաշնակցականների բողոքի ակցիան, որ այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։ Մեկը լինի իրան դատապարտի։ Անընդունելի անպատասխանատու ինքն է արել։ Սխալ արել, որ դատապարտել է, մենակ այդ կարող եմ ասել։ Այ մարդ, քեզ վարչապետեն դրել, քո գործից խոսա։ Վարչապետի մամուլի խոսնակն է պետական Armenpress-ին փոխանցել Փաշինյանի խոսքերը, թե հարևան երկրների դրոշներն այրելը անընդունելի սադրիչ արարք է։ Միջազգայինորեն ճանաչված պետության, առավելևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Սահման բարոյականություն այլևս չկա։ Դաշնակցական պատգամավոր Գեղամանուկյանը չի հիշում, որ նախորդ տարիներին Փաշինյանը երկրի առաջին դեմքի դիրքերից դատապարտել այդ ակցիան։ Նրա տպավորությամբ Փաշինյանը շտապել է Թուրքիայի ու Ադրբեջանի առաջ արդարանալ, թե դրա հետ կապ չունի։ Ավելի շատ երևի իր տերերին Թուրքիային եւ Ադրբեջանին ուղղված թվում է, որ կներեք, ես դրա հետ կապ չունեմ։ Վարչապետը այդ նույն տեքստով միաժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կրակոցների Սյունիքի ուղղությամբ։ Դատապարտել է ու կոչ արել, որ Ադրբեջանը քննի իր իսկ կրակոցներն ու պարզաբանի։ Ադրբեջանական կրակոցներն ու դրոշ այրելու ակցիան հավասարեցնելը անբարոյականություն է։ Ադրբեջանին արդարացնելու քայլ քննադատում է ընդդիմադիր պատգամավորը։ Մի կշեռքի երկու նժարի վրա է դա դնում, ուղղակի բարոյական որևէ բացատրություն դրան չկա։ Ամեն տարի ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին հազարավոր հայեր երթով բարձրանում են Ծիծեռնակաբերդ, ջահերով երթի ընթացքում ընդդեմ Թուրքիայի, ժխտողական քաղաքականության այրում են Թուրքիայի դրոշը, 44-օրյա պատերազմից հետո նաև Ադրբեջանի դրոշը։ Դրոշ այրելը իրականում քաղաքական ակտ է, որ տարբեր երկրներում իրականացվել է։ Իդեպ երեք երեկոյան հայտի փաստաբաններից մեկը Վարազդատ Հարությունյանը օրինակ էր բերել Միացյալ Նահանգներից։ Երբ որ Միացյալ Նահանգների քաղաքացին այրել էր Միացյալ Նահանգների դրոշը բողոքելով Ռեյգանի քաղաքականությունից դատապարտվել էր, հետո Միացյալ Նահանգների գերագույն դատարանը համարել էր քաղաքացու բողոքի արտահայտման իրավունքի իրացում եւ արդարացրել էր Միացյալ Նահանգների քաղաքացուն։ Դե չի կարելի, հրահրում են, չէ՞։ Հրահրում են, չի կարելի։ Այս տղամարդը համաձայն է Փաշինյանի հետ դրոշ այրելուն դեմ է ու կարծում է, որ դա կարող է գրգռել Ադրբեջանին ու Թուրքիային, հակառակորդին դրդել գործողությունների։ Այս դրոշը վառելը մեր թշնամուն գրգռում է, բայց մենք չենք ուզում էլի նոր պատերազմը, հերիք այլ է զոհեր տանք։ Պատերազմը դրա հետ չի կապված։ Պատերազմը ավելի խորի բան ունի, արմատներ ունի։ Ես չեմ դատապարտում, ոչ էլ գովաբանում եմ, ասենք։ Այդ ամեն բոլոր դեպքում շատ, եթե մտածենք, մի քիչ հետադիմական է, կարող վառել, ինչ որ մի գիրքը ճղել կամ սխալ բաներ այլ է։ Բոլոր դեպքում դրանով չի որոշվում։ Միևնույն է, իրանք իրանց քաղաքականությունը տանելու են, բայց մենք որպես քաղաքակիրթ երկիր չպետք է նմանվենք իրանց։ Մեզ հանդիպած այս կինն էլ է դեմ, որ դրոշներ այրելով բողոքեն Թուրքիայի քաղաքականության դեմ։ Կարծում է Փաշինյանը որպես պաշտոնյա ճիշտ է արել, որ դատապարտել է։ Բայց որպես հայ սխալ։ Դրոշների այրումը, այո, ինքը որպես այդպիսին ցանկալի երևույթ չէ, բայց մենք չենք հասկանում ինչի մասին է խոսքը։ Մենք գիտենք, չէ, որ տեղ է ունեցել ցեղասպանություն, դարել է մի երկիր պետություն, որը մինչ այսօր չի ճանաչել, չի ընդունում եւ չի դատապարտել։ Ապրելու երկիր կուսակցության ղեկավար Մանեթ Հանդիլյանին չի զարմացրել, որ Փաշինյանը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը դատապարտում է Թուրքիայի դեմ հայերի բողոքի ակցիան։ Փաշինյանն էլ իր հարցերով սպասարկում է Թուրքիայի ժխտողական օրակարգը, պնդում է Հանդիլյանը։ Մենք խոսում ենք հայոց ցեղասպանության մասին եւ հայ զոհերի մասին, նրանք հարցականներ ունեն, թե ինչու է դա տեղի ունեցել, նրանք հարցեր ունեն։ Այն որ դրա փոխարեն պիտի խոսի ադրբեջանական ագրեսիայի մասին եւ Արցախում էթնիկ զտման մասին, որը նաեւ հայոց ցեղասպանություն չճանաչելու հետևանք է, դա թողած նա խոսում է ակցիայի մասին, որ իրականացրել են քաղաքացիներ։ Ընդդիմադիր գործչի տպավորությամբ վարչապետն այդ դատապարտող խոսքերով հաջողացել է Թուրքիային։ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հանդիլյանի արժանապատիվ չէ եւ նաեւ այդ պատճառով է տապալվում նրա խաղաղության օրակարգը։